Մարդասպան վարձկաններն ազատության մեջ են, Փաշինյանը հերքում է, թե սիրիացի ահաբեկիչներին հայ գերիների հետ են փոխանակել։ Հայաստանը Իրանի անվտանգության դեմ որևէ քայլ չի անի եւ նույնն էլ ակնկալում է Թեհրանից, Փաշինյանի հայտարարությունը։ Պաշտոնապես 2 հայ է զոհվել Իրանում անկարգությունների հետևանքով, իրական թվերն անհասանելի են տեղեկատվության բլոկադայի պատճառով։ Ով է իրականում ձգձգում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը, Թրամփի եւ Կրեմլի դիրքորոշումները համընկնում են։ Ինչու է թանկացել հեղուկ գազը եւ արդյոք այս տարեվերջին նույն խնդիրը չենք ունենա, հարցը քննարկվել է կառավարության նիստում։ Բանակում ծառայելը չդարձնել առևտրի առարկա, փորձագետների մտահոգությունները նոր նախագծից, որ ուսման տարկետում ստացածներին զինծառայությունից ազատում է խոստանում 3 տարի պարտադիր Հայաստանում աշխատելու պայմանով։ Պարզապես խաղ, որ երեխայից խլում է քունը, ընկերներին, ընտանիքի անդամներին լռեցնում իրական կյանքի ձայները, համացանցային խաղեր, որ վտանգում են դեռահասների առողջությունը։ Հերու մնալ չլիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցողներից, որ չընկնեք զեղծարարների թակարդը, կենտրոնական բանկի զգուշացումը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Բաքվի բանտից 4 հայ գերիների հայրենիք վերադարձի օրը հայտնի դարձավ, որ Հայաստանը Սիրիային է վերադարձրել 2 մարդասպան ահաբեկիչներին, որոնք ՑՄՀ ազատազրկման էին դատապարտված որպես վարձկաններ Արցախյան պատերազմի ընթացքում իրականացրած հանցագործությունների համար։ Նիկոլ Փաշինյանը այսօր հերքել է այս 2 իրադարձությունների միջև կապը։ Նա ասել է, թե վարձկաններին հանձնելը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, ինչը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Սիրիացի մարդասպան Հայաստանում ՑՄՀ ազատազրկման դատապարտված վարձկաններն են։ Այս երկուսին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում գումարի դիմաց հանձնարարություն էր տվել ոչնչացնել Հայաստանում եւ Արցախում քաղաքացիական եւ ռազմական գործողություններին չմասնակցող անձանց ահաբեկել խաղաղ բնակչությանը։ Ահաբեկիչների Թուրքիայով հանձնումը Սիրիային բուռն քննադատությունների առարկա դարձավ հայ հանրության շրջանակում համացանցում։ Կառավարությունը արդեն 5 տարի շարունակ ճանաչում է այս ձևաչափը, որը շատ ձեռնտու է Ադրբեջանին, ըստ որի հայ գերիները կամ պատանդները առևտրի համար են նախատեսված։ Նույն ձեռագիրն է։ Նախկինում էլ Ալիևը Բաքվում գտնվող գերեվարված հայերին փոխանցում էր Հայաստանին, փոխարենը ստանում ականապատված տարածքների քարտեզներ։ Այդ առևտուրը շատ վտանգավոր process էր, ինչի մասին այն ժամանակ խոսում էր համ ընդդիմությունը, համ անկախ փորձագետները, ասելով, որ Ադրբեջանը շարունակելու է այսպես վարվել, ինքը վերցնելու է նոր գերիներ եւ այդ գերիներին Հայաստանին փոխանցելու համար ինչ որ նոր բանը պահանջելու։ Գերիները դառնալու են առևտրի առարկա Ադրբեջանի համար։ Ըստ քաղաքագետի չի բացառվում, որ այդ երկուսը Սիրիայում հերոսացվեն, ինչպես քննած մարդուն կացնահարող Սաֆարովի դեպքում եղավ Բաքվում։ Կարող են իրենց օգտագործել, որ ոնց որ Ռամիլ Սաֆարովին հերոսացնել եւ ցույց տալ, որ այսպես են իրենք հաղթել հայերին, կռվել են եւ հիմա տուն են վերադարձել այս 2 իրենց զինվորները։ Կարող են ասել հակառակը, որ այս մարդիկ ընդհանրապես պատերազմի մասնակից չեն, իրենց ուղղակի արևանգել են եւ ստիպել են հայ ցուցմունքները տալ, որոնք իրենք Հայաստանում են տվել։ Քաղաքագետ վերլուծաբանների մի հատված էլ այն կարծիքին է, որ Ալիևի պահանջն է եղել վերադարձնել ահաբեկիչներին։ Դե պետք է նախընտրականի վրա աշխատելու են, էլի։ Այս ամեն ինչը իս շրջանը սյուր Իրանի շուրջ է պատտվում։ Ահաբեկիչներ, Իրան, գերիների փոխանակում, այդ երկուսին տալը փաթեթավորում են 4-ին բերելով։ Այդ 4-ը ինչ կապ ունեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Շարքային մարդիկ են դերևավորված։ Այսինքն խնդիրը ոչ թե 4-ին բերելն էր, խնդիրը 2-ին տալն էր։ Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Փաշինյանը հույս ունի, որ իր ձևակերպմամբ բարեկամական որոշումը Սիրիայի նկատմամբ ավելի բարենպաստ միջավայր կստեղծի հայ համայնքի համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Իրանի դեսպանի մտահոգություններին, ասել Երևանը Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, նույնն ակնկալում է Թեհրանից։ Վարչապետը ճեպազրույցում խոսել է TRIP նախագծի մասին, որի վերաբերյալ օրերս Վաշինգտոնում փաստաթուղթ ստորագրվեց։ Նա ասել է, որ Հայաստանում կստեղծվի TRIP ընկերությունը եւ պետք է որոշել երթուղիներն ու այսօրվանից արդեն պատրաստվել։ Նրա խոսքով խաղաղության խաչմերուկ դառնալու process-ը շատ կարևոր գործոն է մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման համար։
Ամերիկացիները արդեն $140 միլիոն են հատկացրել Սյունիքի ամերիկյան ճանապարհի Թրիփի նահանգների նախագահի պատվին կոչված միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղու համար, որն ապահովելու է Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Նախնական է, ասում է վարչապետը, ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին, ապա Փաշինյանն առայժմ չի կարող թվեր հստակեցնել, վերջնական հաշվարկներ դեռ չկան սեղանին։ Այսօր որևէ մեկը թիվ ձեզ չի կարող ասել, որովհետև ենթադրենք երկաթուղին պետքա կառուցվի, չէ՞։ Ինչ արժի այդ երկաթուղին։ Ինչքան է պետք ներդնել այդ երկաթուղ։ Այսօր ոչ մեկ չի կարող ասել, կարող են լինել փորձագիտական գնահատականներ, բայց դրա համար պետք է տեխնիկատնտեսական հաշվարկ, դրա համար պետք է նախագիծ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն միայն նախագծի հաստատումից եւ հաշվարկից հետո ամեն առանձին նախագծի գինը կպարզվի։ Թրիփով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահի Մաքսավորի երես տեսնելու են, արդյոք Ամերիկայում օրերս ստորագրված փաստաթուղթը հայ ծառայողներին այդ ճանապարհի միայն երկրորդ պլան չի տանում, այնպես ինչպես հիմա Զվարթնոց օդանավակայանում է։ Լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանը նույն համեմատությամբ է արձագանքում։ Զվարթնոց օդանավակայանի կարգավորումները գործում են արդեն շատ երկար ժամանակ եւ դրանից Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հենց Զվարթնոցի հետ կապված կարգավորումներով որևէ կերպ չի տուժել եւ հետեւաբար այն ինչ տեղի ունենում Զվարթնոց օդանավակայանում, Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում կամ հենց մայրաքաղաքի հարևանությամբ նշանակում է նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության ցանկացած այդ տարածքում եւ դա մեզ համար ընդունելի է։ Իրանի մտահոգությունների մասին վարչապետն ասում է Իսլամական Հանրապետությունից հնչող բոլոր հայտարարությունները կառավարության ուշադրության կենտրոնում են։ Հիշեցնում է հայ-ադրբեջանական Ամերիկայի նախախաղաղության գագաթնաժողովից ընդամենը 10 օր անց Երևանում ընդունեցինք Իրանի նախագահին։ Փեզեշքյանի հետ Փաշինյանը իր բառերով երկար մանրամասն հանգամանալից զրույց է ունեցել։ Հիմա եթե դարձյալ հարցեր կան, Հայաստանը պատրաստ է արձագանքել դրանց, փարատել մտահոգությունները։ Բոլոր հարցերի պատասխանները տվել ենք, բայց մենք նաև ասել ենք, որ հետագայում հարցեր ծագելու դեպքում մենք պատրաստ ենք եւ մենք անընդհատ կապի մեջ ենք եւ պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագում են։ Հայաստանը Իրանի պետական անվտանգության դեմ որևէ քայլ չի անի, Երևանում կա նաեւ հակառակ ակնկալիքը, շարունակում է վարչապետը։ Ինչ վերաբերում է բալանսավորված կամ բալանսավորման կամ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը, ընդհակառակ կարծում եմ Թրիփը հենց այդ արտաքին քաղաքականության շատ տեսանելի եւ շատ կարեւոր հաջողություն է։ Այստեղ խնդիրը այն է, որ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության էությունը եւ նպատակները պետք է հասկանալ։ Խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերը, քանի դեռ տեղի չեն ունեցել, նշանակում է աշխատելու տեղ կա, վստահ է երկրի ղեկավարը։ Օբյեկտիվ խոչընդոտներ չկան խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրելու, կոնսուլտացիաները կշարունակեն Ադրբեջանի հետ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Թրիփ նախագծի իրագործման շրջանակի վերաբերյալ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համատեղ հայտարարությանն է անդրադարձել արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Facebook-ի իր էջում նա գրել է. Հայաստանն շրջափակվում է եւ դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց, եւ դա ոչ որևէ կերպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հաշվին։ Միրզոյանը գրել է, որ փաստաթուղթը իսկապես լավն է եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների, նաեւ անմիջական հարևանների եւ բոլոր հնարավոր շահառուների համար։ Թուրքիան ուզում է, որ Զանգեզուրի միջանցքը իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, տեղեկացնելով, որ 2 ժամ հեռախոսով խոսել է ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել Միրզոյանի եւ Ռուբիոյի ստորագրած Թրիփ շրջանակային փաստաթուղթը։ Ադրբեջանական կողմի տեսլականը կարևոր է մեզ համար, ասել է Ֆիդանը, նշել, որ միջանցքը կարևոր է ինչպես միջին միջանցքի ավելի լայն ռազմավարական հեռանկարի համատեքստում, այնպես էլ Ադրբեջանի մյուս շրջանները Նախիջևանի հետ միավորելու առումով։ Թուրքիայի համար ձեռնտու է, որպեսզի դեպի թուրքական աշխարհ եւ կենտրոնական Ասիա բացվի միջին միջանցքի միջոցով։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ասել է Ֆիդանը։ Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները իրականացրել են Երազխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում, հայտնել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Զննությունը կատարել են գնահատելու տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը, հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար, ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։
Իրանն ընդունում է միայն հատուկ թույլտվություն ունեցող միջազգային չվերթները։ Մեր հարավային հարևանը մի քանի ժամով փակել է իր օդային տարածքը։ Մոսկվա-Թեհրան չվերթի ինքնաթիռը վաղ առավոտյան վերադարձել է Շերեմետևո։ Արտասահմանյան ավիափոխադրողների ևս 6 ինքնաթիռներ իրենց մեկնման օդանավակայաններ։ Բաքվում Ամերիկայի դեսպանատունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմանով անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը, հիշեցրել, որ նրանք նույնն անել չեն կարող Ադրբեջանի տարածքով, քանի որ Միացյալ Նահանգների քաղաքացիների համար Իրանից Ադրբեջան մուտք գործելու սահմանափակումներ կան։ Փորձագետների պնդմամբ իրավիճակը խիստ լարված է, իսկ Իրանի անկայուն իրավիճակը ոչ մի լավ հուշում չունի, այդ թվում մեր երկրի համար։ Իմ կարծիքով հարվածի հավանականությունը կա, բայց նաև դժվար է ասել, արդյոք իմաստ ունի Թրամփի համար հենց թեկուզ, եւ թեկուզ Իսրայելի համար այսօր հարվածել Իրանին։ Կարծում եմ չունի այդ իմաստը, եւ եթե Իրանը իսկապես գործի ներքին հավասարակշռությունը եւ այնտեղ բռնկվել ավելի լուրջ խռովություններ, ապա երկիրը կարող է մասնատվել, Հայաստան կարող է ներխուժել հազարավոր, եթե ոչ միլիոնավոր իրանցիներ, գաղթական փախստականներ։ Բացի դրանից, այդ ամենից Ադրբեջանը կարող է օգտվել եւ փորձել ռազմական ուժով դարձյալ Տիրանոց Սյունիքին, որովհետև Իրանն էր զսպող դեր կատարում 2021 թվականից ի վեր։ Չնայած տարբեր դեսպանատների իրենց քաղաքացիներին ուղղված հորդորին շտապ լքել երկիրը նաև Հայաստանի սահմանով Իրանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսք չկա։ Կապանում գործող Իրանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ ձմեռվա այս սեզոնին մարդիկ հաշվի են առնում եղանակային պայմանները եւ չեն ընտրում ցամաքային ճանապարհը։ Ուստի մեքենաների հոսքը սովորականից քիչ է։ Միաժամանակ այսօր հայտնի է դարձել, որ 2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի եւ անկարգությունների հետևանքով։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է Սփյուռքի գործերի հանձնակատարը։ Հիշեցնեմ, որ Իրանում Հայաստանի դեսպանատան հետ կապը ընդհատված է, տեղեկություններ են ստացվում միայն Իրանից թռիչքներով ժամանող անձանց միջոցով։ Մեծ հոսք ոչ, դեռ ոչ, գնացող եկող կա, բայց հիմնականում ոչ հայ Իրանի։ Մեկ զոհի մասին է խոսք եղել, էլի։ Մեկ զոհը հաստատված է, կարծեմ երկրորդն էլ է հաստատված, բայց ավելի մեծ թվերի մասին են ասում։ Գիտեք, այդ թվերը ասում, ես եմ ասել, նույն 12-ը 6 եմ լսել, բայց հաստատված գիտեմ Էջմինն է եւ կոնկրետ ոչ մի կոնկրետ չկա, գիտենք որ զոհեր կան։ Իրանում ցուցարարները օրեր շարունակ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մարդկանց սպանելու համար ստացել են $3500, մեքենաներ այրելու համար գրեթե $1500, իսկ ոստիկանական բաժանմունքները հրկիզելու համար մոտ $500, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Մենք ունեն հավաստի տեղեկություններ, որ Միացյալ Նահանգները սիոնիստական ռեժիմը եւ նրանց որոշ դաշնակիցներ ստեղծել են կենտրոն անջատողականներին եւ ահաբեկիչներին օգնելու համար։ Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության փոխանցմամբ ասել է Նասիր Զադեն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին տեղեկացրել է, որ չի հարձակվելու երկրի վրա եւ խնդրել է, որ Իրանը նույնպես զսպվածություն ցուցաբերի, հայտարարել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը։ Ըստ դեսպանի Միացյալ Նահանգների եւ արևմտյան լրատվամիջոցների լուսաբանումները հրահրել են բռնություն ավելի սրելով իրավիճակը։ Հիշեցնեմ, որ 3 Reuters-ը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները հնարավոր է 24 ժամվա ընթացքում հարձակվի Իրանի վրա, ինչի հետևանքով է Իրանը մի քանի ժամով փակել օդը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր նիստ կանցկացնի Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նիստի պահանջը ամերիկյան կողմից է։ Ավելի վաղ Իրանն էր կոչ արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դատապարտել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը, գրավել կառավարական շենքերը եւ երկրի դեմ ուժ կիրառելու սպառնալիքները։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացությունը համապատասխան նամակ էր հրապարակել իր X սոցիալական ցանցի էջում։ Միացյալ Նահանգների մուտքի վիզա չունեցող հայաստանցիները անորոշ ժամանակով զրկվելու են այդ երկիր մուտքի հնարավորությունից, քանի որ Վաշինգտոնը դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին։ Ըստ պետքարտուղարության հայտարարության, վիզաների տրամադրման դադարեցումը կապված է երկիր մուտքի համար պահանջների ճշգրտման հետ։ Ամերիկյան հյուպատոսական ծառայությունների պաշտոնյաներին հրահանգված է մերժել վիզաների տրամադրումը գործող օրենսդրության համաձայն։ Այս սահմանափակումները գործելու են հունվարի 21-ից անորոշ ժամանակով։ Փորձագետների կարծիքով սա Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության քայլերից մեկն է եւ հետագայում Հայաստանից Միացյալ Նահանգներ մեկնելը դառնալու է հնարավոր, բայց չափազանց բարդ։
արժանանակ սառեցվում են։ Միջև խստացվի եւ ավելի կհստակեցվի ԱՄՆ ներգաղթային քաղաքականությունը, քանի որ ներգաղթի կասեցման քաղաքականություն է դրվում ընդհանուր, անգամ նրանք, որոնք ինչ որ մասնագետներ են, ծրագրավորողներ են, արհեստական բանականության մասնագետներ, ուսանողական ծրագրեր կան, բոլորը փակում են։ Այժմ այն մասին, թե ինչ եք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ով է իրականում ձգձգում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը, Թրամփի եւ Կրեմլի դիրքորոշումները համընկնում են։ Ինչու է թանկացել հեղուկ գազը եւ արդյոք այս տարեվերջին նույն խնդիրը չենք ունենա, հարցը քննարկվել է կառավարության նիստում։ Բանակում ծառայելը չդարձնել առևտրի առարկա, փորձագետների մտահոգությունները նոր նախագծից, որ ուսման տարկետում ստացածներին զինծառայությունից ազատում է խոստանում 3 տարի պարտադիր Հայաստանում աշխատելու պայմանով։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում, այժմ միջազգային լրահոս։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե համաձայն է նախագահ Թրամփի այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին խոչընդոտում է խաղաղության շուրջ համաձայնագրին։ Սպիտակ տան ղեկավարը այս մասին խոսել է Reuters-ի հետ հարցազրույցում, պնդել, որ ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինայի նախագահն է խոչընդոտում արդեն 4 տարի շարունակվող հակամարտության հանգուցալուծմանը։ Պեսկովը նաև պնդել է, թե իր դանդաղկոտությամբ Կիևը սպառում է խաղաղ կարգավորման հասնելու տարբերակները։ Ուկրաինայում գտնվող ցանկացած օտարերկրյա զորախումբ կհամարվի Ռուսաստանի զինված ուժերի օրինական թիրախ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով բազմազգ ուժերը բացառություն չեն Մակրոնի, Սթարմերի եւ Զելենսկու կողմից Ուկրաինայում նման ուժերի վերաբերյալ հայտարարությունը նպատակ ունի խաթարել կարգավորման գործընթացը, հավելել է Զախարովան։ Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժություններին Գրենլանդիայում, գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում։ Առաջին ֆրանսիական զորամասերը արդեն ճանապարհին են մասնակցելու արկտիկական ամրություն գործողությանը, նշել է Մակրոնը։ 3 դանիական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Դանիայի պաշտպանության նախարարությունը ռազմական տեխնիկա եւ հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա ավելի մեծ բանակային ուժերի հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար։ Դոնալդ Թրամփը սպառնացել է կիրառել ապստամբության մասին օրենքը եւ զորքեր տեղակայել Մինեապոլիսում դաշնային սպաների դեմ բողոքի ցույցերը ճնշելու համար։ Քաղաքում ակտիվիստների ցույցը վերածվել է բախումների, ոստիկանության եւ ներգաղթի ու մաքսային ծառայության աշխատակիցների հետ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, 29 մարդ ձերբակալվել է։ Բողոքի ցույցերը սրվեցին տեղի բնակիչ 37-ամյա Ռենե Գուդի սպանությունից հետո։ Մեքենան վարելիս նրա վրա կրակել էր ներգաղթի ծառայության աշխատակիցը, կասկածելով, թե նա ցանկանում է իրեն վրաերթի ենթարկել։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ կրակբացած գործակալը գործել է ինքնապաշտպանության նպատակով։ Տեղական իշխանությունները պնդում են, որ կինը որևէ սպառնալիք չի ներկայացրել։ Հիշեցնեմ, որ ներգաղթի ծառայությունը Սպիտակ տան հրամանով դեկտեմբերի սկզբից ռեյդեր է անցկացնում Մինեսոտա նահանգում, անօրինական ներգաղթյալների դեմ ձերբակալվել է մոտ 2000 մարդ։ Վերադառնանք Հայաստան, հեղուկ գազի գինը հանրապետությունում մի քանի օր է թանկացել է, 1 լիտր վառելիքը տնտեսվարողները վաճառում են 270 դրամով, նախկին 190-200-ի փոխարեն։ Հանրապետությունում նաև հեղուկ գազի դեֆիցիտ կա, մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը կառավարության նիստում հայտնել է, որ այսպիսի պրոցեսներ յուրաքանչյուր դեկտեմբերին տեղի են ունենում եւ որևէ արտառոց բան չկա։ Գեգամ Գևորգյանը հայտնել է, որ յուրաքանչյուր տարի Լարսի ճանապարհային հանգույցում խնդիրներ են լինում թանկացումների հետ կապված։ Որևէ լուրջ խնդրեմ գոյություն չունի եւ դեֆիցիտ եւս գոյություն չունի։ Դեպ այն ինչ որ նկարագրեցիք արդեն լուրջ խնդրեմ է։ Մոտ ժամանակներում շուկան կադապտացվի այսօրվա իրականությանը եւ ներմուծումները իրականացվեն շատ ավելի սիստեմատիկ ու ճիշտ տրանսպորտային ուղով։ Ամեն դեպս կրկին թույլ տվեք վստահություն հայտնել, որ այն որ ասում եք, որ ամեն տարի դեկտեմբերին, 2026 թվականի դեկտեմբերին այդ ձեր նշած երևույթը այլևս չի լինի։ Գործատու աշխատող վեճերը ոչ թե դատարանում, այլ աշխատանքի եւ սոցիալ նախարարությունում ստեղծվող հանձնաժողովում կլուծվեն։ Նպատակն է ազատել մարդկանց դատարանների դուռն ընկնելու գլխացավանքից, նաեւ թեթևացնել առանց այն էլ խիստ ծանրաբեռնված դատարանների աշխատանքը։ Փորձագետների կարծիքով սա կաշխատի, եթե հանձնաժողովում ընդգրկվեն իսկապես պրոֆեսիոնալներ, որոնք ճիշտ կհուշեն, որ դեպքում ինչպես վարվել։
Դատական համակարգի գեր ծանրաբեռնված լինելու փաստը կարող է սեփական մաշկի վրա զգալ ցանկացած քաղաքացի, ով որոշել է իր խնդիրները լուծել դատական կարգով։ Սա եւ ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակիցների, եւ հարկային մաքսային համակարգի հետ խնդիրներ ունեցողների, եւ գործատու աշխատող համակարգի մասնակիցների մեծաքանակ դիմումների արդյունքն է։ Վերջին տարիներին իրավագիտակցության մակարդակի բարձրացման հետ մեկտեղ վերջին օղակի ներկայացուցիչներն առավել ակտիվ են փորձում լուծել խնդիրները դատական ատյաններում։ Գործատուները չեն գրանցում աշխատողներին, դրանից բխող նաև վերջնահաշվարկների հետ կապված օրինակ արձակուրդային չեն կարողանում տալ, կայծակնային արագությամբ օրենքների փոփոխություններ, որոնք որ իմ կարծիքով նորմալ չեն։ Նույնիսկ պետական մարմինները իրենց աշխատողներին շատ հաճախ չեն կարողանում ճիշտ հաշվարկել արձակուրդային, ճիշտ հաշվարկել պարապուրտ։ Խնդրի լուծման համար կառավարությունը պարբերաբար տարբեր քայլեր է ձեռնարկում։ Դատավորների աշխատավազն է բարձրացնում, հաստիքներ է ավելացնում եւ փորձում է ստեղծել պետական համակարգում օղակներ, որոնք թույլ կտան այս կամ այն բնույթի վեճերը լուծել արտադատական կարգով, արագ, առանց գլխացավանքի։ Աշխատող գործատու կոնֆլիկտների լուծման նպատակով առաջիկայում նախատեսվում է օրինակ ստեղծել հատուկ հանձնաժողով, որը գործելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո։ Հանձնաժողով ունենալու է ներկայացվածություն ինչպես պետության կողմից, այնպես էլ գործատուների եւ արհունության ներկայացուցիչների կողմից։ Այս ներկայացվածությունը հնարավորություն կտա նաեւ օբյեկտիվորեն, ինչպես ասում են, երրակո ձևաչափով լսել կողմերին։ Ենթադրվում է, որ այս կառույցին կդիմեն նրանք, ովքեր ունեն գործատու աշխատող վեճ, սակայն չեն ցանկանում դիմել դատարան։ Հանձնաժողովը անվճար քննելու է նրանց դիմումը եւ եզրակացություն է տալու։ Եթե կդիմեն, հանձնաժողովը կկայացնի իր որոշումը, որը բնականաբար տրվել է նաեւ ժամանակ, որի ընթացքում կամ կողմերը կհամաձայնեն որոշման հետ, իսկ եթե կհամաձայնեն, պետք է արդեն իրականացնեն այն ինչ որ որոշման ասված է, կամ նաև իրավունք ունեն իրենց անհամաձայնությունը հայտնեն, բայց եթե հանձնաժողովի որոշումը չեն վիճարկում սահմանված ժամկետում, ապա ստացվում որ այն պարտադիր է իրականացման տեսանկյունից։ Հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում մարդիկ կարող են նորից գնալ դատարան։ Կա հավանականություն, որ մարմնի որոշումներից կողմերից մեկը միշտ դժգոհ է լինելու։ Մեր երկրում ցավոք սրտի այդ մարմինները չեն կարողանում կայանալ այնպես, որ լինի հանրության վստահությունը եւ մարդիկ ավելի շատ ապավինում են դատարաններին։ Մասնագետները նշում են, որ սովորաբար արտադատական կարգով այս կամ այն ոլորտում քաղաքացիների խնդիրները լուծող մարմինները ցավոք ժամանակի ընթացքում դառնում են ֆորմալ, այն սկզբունքով, որ գնամ ձևականորեն այս կառույցին դիմեմ, մինչև դատարան մտնելը։ Տեսչական մարմինը եթե աշխատի ոչ մնացածի նման այսպես մի փոքր ֆորմալ եւ ինչ որ չափով այսպես ֆիլտրի այդ վեճերը դատարանից, այսինքն այնքան այդ աշխատանքը լինի բովանդակային, պարզ, բարձր այսպես մակարդակի, որ միգուցե վիճող կողմերը ում հարցը քննվում է, նրանց կարելի լինի այսպես հեղինակավոր ձևով բացատրել, որ ընկերներ, եթե գնաք դատարան, այսպիսի խնդիրներ են լինելու։ Նոր հանձնաժողովի հաջողությունը կախված է դրանում ընդգրկված կադրերի պրոֆեսիոնալիզմից, ներգրավվելիք ռեսուրսներից, այսինքն մասնագետների պարզաբանմամբ, եթե մեկ իրավաբանը քննի ամիսը 100 գործ, դժվար թե կարողանա որակ ապահովել։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Արտասահմանում ստացած լավագույն կրթությունն ու գիտելիքները ծառայեցնել հայրենիքին, պարտավորություն, որ դրվելու է հեղինակավոր բուհերում սովորելու համար տարկետում ստացած երիտասարդների համար։ Նոր օրենսդրական նախաձեռնությամբ նրանց կպարտավորեցնեն ուսումնավարտելուց հետո վերադառնալ եւ 3 տարի աշխատել Հայաստանում, փոխարենը կազատվեն զինծառայությունից։ Փորձագետների կարծիքով բանակից ազատվելը առևտրի առարկա դարձնելը անընդունելի է։ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին 5 տասնյակի համալսարաններում սովորելու նպատակով տարկետում ստացած քաղաքացիները նոր օրենսդրական նախաձեռնությամբ իրենց ստացած գիտելիքը կծառայեցնեն Հայաստանի շահերին։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող նախագիծը հունվարի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է խորհրդարանական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն։ Շատ կարևոր քայլ է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման։ Կրթության նախարարի խոսքով
խոսքով պետությունն անհրաժեշտություն ունի այդ քաղաքացիների ներուժը օգտագործել գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության եւ այլ ոլորտներում։ 2018-ից սկսած նման հնարավորություն ստացել է շուրջ 650 ուսանող, որից 570-ը դեռ շարունակում է ուսումը։ Առաջարկվում է, որ ուսումն ավարտելուց հետո նրանք առնվազն 3 տարի աշխատեն կառավարության կողմից սահմանած ոլորտներում, ինչից հետո միայն կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Իհարկե սա պարտադիր ժամկետն է, որը առաջարկվում է եւ սա բոլորովին չի նշանակում, որ 3 տարի հետո նրանք դադարելու են աշխատել, այլ թերևս ավելին ստանալով նաեւ աշխատանքային փորձառություն շարունակելու են նաեւ զարգացնել եւ աշխատանքային կարիերա անել։ Կրթության փորձագետների կարծիքով նախաձեռնությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե պետությունը հստակ սահմանի առաջնահերթ ոլորտներն ու մասնագետների ներգրավման մեխանիզմները։ Միաժամանակ հիշեցնում են, կարևոր է գնահատել, որքան են Հայաստանի գիտական, կրթական եւ տնտեսական համակարգերը պատրաստ ընդունել եւ կիրառել արտերկրում ձեռք բերած գիտելիքն ու փորձը։ Շատ բարդ է լինում դրսի համակարգում սովորած, դրսի համակարգում աշխատած մարդու համար գալ եւ մեր համակարգում որոշակի դրական փոփոխություն առաջացնել, որովհետեւ նա շատ տարբեր է։ Այդ մարդկանց համար շատ բարդ է այդ ինչ որ իրենք սովորել են, կիրառել այստեղ, որովհետեւ այստեղ պետական ապարատում անան, միշտ չի որ ընդհանրապես ասենք այդ կվալիֆիկացիա մակարդակը ոչ միայն օգտակար, այլև հասկանալի է։ Գիտության մասով մենք ահռելի վատ վիճակի մեջ ենք հիմա գտնվում։ Մյուս կողմից այս նախաձեռնությունը բանակում ծառայությունը դարձնում է առևտրի առարկա, պնդում է փորձագետը, հիշեցնում. զինվորական ծառայությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հայրենիքի հանդեպ, որն ամեն մեկը պետք է բարեխղճորեն կատարի անկախ իր ունեցած արտոնություններից։ Ծառայությունը բանակում դարձնում ենք առևտրի առարկա։ Այսինքն այդ դուք սովորում ես լավ բուհում, կգաս 3 տարի կծառայես երկրիդ, փոխարենը չես ծառայի բանակում ու ինքը ինքնին թվացել լավ է, բայց իրականում ոչ մի լավ բան առանձնապես դրաստակ չեմ տեսնում։ Արտասահմանյան բուհում գերազանց կրթությունը ստանալը, մեկ, երկրորդը քո հայրենիքին ծառայելը եւ երրորդը քո բանակում ծառայելը, քո պարտքը տալ նաեւ այդ ոլորտում, երեքն էլ իմ համար սրբազան ու շատ կարեւոր բաներ են։ Ու այդ երեքը իրար հետ խառնել ինչ որ առևտրային գործարքի տեսքով ես համարում եմ վատ։ Փորձագետների գնահատմամբ եվրոպական կրթությամբ մասնագետին մեր երկիր բերելու համար նախ պետք է իրականացնել աշխատաշուկայի եւ պետական համակարգի կարիքների համապարփակ վերլուծություն, ձևավորել երկարաժամկետ ռազմավարություն, ինչպես նաև ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, հետազոտական միջավայր ու մրցունակ պայմաններ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Պարզապես խաղ, որ երեխայից խլում է քունը, ընկերներին, ընտանիքի անդամներին լռեցնում իրական կյանքի ձայները, համացանցային խաղեր, որ վտանգում են դեռահասների առողջությունը։ Հերու մնալ չլիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցողներից, որ չընկնեք զեղծարարների թակարդը, կենտրոնական բանկի զգուշացումը։ Մեթեո աշխարհ ինչպես կանցնի ուրբաթը ավելին հաջորդի։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Խաղ, որ սկսվում է որպես զվարճանք, բայց շարունակվելու դեպքում վերածվում վտանգի, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է, համակարգչային խաղերից կախվածությունը դարձել է դեռահասների առողջությանը սպառնացող լուրջ խնդիր։ Այն կարող է ձեր երեխայից խլել քունը, դասընկերներին, ընտանիքի անդամներին եւ իրականության զգացումը։ Խաղային խանգարումը հետագայում կարող է դառնալ հոգեկան առողջության խնդիր։ Դեռահասների շուրջ 12%-ը համացանցային խնդրահարույց խաղերի ռիսկի տակ է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միևնույն ժամանակ վերջին տարիներին կտրուկ աճել է նաև սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործումը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում մոտավորապես յուրաքանչյուր 7 երեխայից մեկը 0-ից 19 տարեկան եւ յուրաքանչյուր 5 դեռահասից մեկը 15-ից 19 տարեկան ապրում են հոգեկան առողջության խնդիրներով։ Կյանքից բավարարվածության մակարդակը նվազում է դեռահասների շրջանում եւ ինքնասպանությունը մահվան հիմնական պատճառն է 15-ից 25 տարեկանների շրջանում։ Մասնագետների տվյալներով մեր երկրում դեռահասների շրջանում ամենաշատ օգտագործվող հարթակներն են Instagram-ը, TikTok-ը եւ Snapchat-ը։ Թեև տեխնոլոգիաները կարող են լինել ինքնաարտահայտման եւ շփման միջոց, դրանց ազդեցությունը միանշանակ չէ եւ տարբեր է յուրաքանչյուր դեռահասի համար։ Տվյալները ցույց են տալիս սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործման զգալի աճ վերջին 4 տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր 8-րդ դեռահաս վտանգի տակ է խաղերից կախվածության առումով։ 2018 թվական
սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործում 7%, 2022 թվական 11%, խնդրահարույց խաղերի ռիսկ 12%։ Տարբեր սցենարների հետ ենք առնչվում, երբ օրինակ խատոյությամբ երեխայից կորզում են իր նկարները, հետո սկսում են դրա հետ ինչ-որ մանիպուլյացիաներ անել, տարածել առանց իր թույլտվության, այսպես ասած, իրեն դարձնել թիրախավորել, կատակներ անել, անվայել եւ այլն, լինում է դեպքեր, երբ ուղղակի խաբեությամբ գողանում են օգտահաշիվը կամ ինքը թերահավատորեն հավատում է, վստահում ինչ-որ կախնաբար է տալիս կամ ինչ-որ թոքեն է տալիս օգտահաշիվն են փախցնում, հետո սկսում են իր անորոշ ինչ-որ վատ բաներ անել, այսպիսի դեպքեր են ունեցել, իսկ ինքնավնասման դեպքերի մասով իրական շատ քիչ հատուկ դեպքեր ունենք։ Մասնագետների խոսքով հատկապես վտանգավոր է doom scrolling-ը, սոցիալական հարթակներում անվերջ scrolling-ը, որը կարող է լուրջ ֆիզիկական ու հոգեբանական հետևանքներ ունենալ։ Հետազոտությունները կապ են գտնում տեխնոլոգիաների չափազանց շատ օգտագործման եւ դեպրեսիայի, անհանգստության, սոցիալական մեկուսացման, նույնիսկ ինքնավնասման դեպքերի հետ։ Առանձնատուկ ուշադրություն է դարձվում բարձր դիտողականությամբ հարթակներին եւ խաղային միջավայրին։ Երկարատև էկրանային ակտիվությունն ազդում է քնի որակի, նյարդային համակարգի եւ կենտրոնացման վրա։ Մասնագետները պնդում են դեռահասների ուղեղը զարգացման փուլում է եւ չափից ավելի թվային գրգռիչները կարող են խորացնել հոգեբանական խնդիրները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Հայաստանում պատվաստում ստացողների թիվը զգալիորեն աճել է։ Առողջապահության նախարարը հայտնել է, որ ներդրվել է նոր սերնդի 6-վալենտ պատվաստանյութ, որը թույլ է տալիս խուսափել բազմակի պատվաստումներից։ Գրիպի դեմ պատվաստումները 2025-ին սկսել են ավելի վաղ, սեպտեմբերից, եւ շուրջ 200,000 դեղաչափի մոտ 95%-ը արդեն կիրառվել է։ Ջրծաղիկի դեմ պատվաստումները իրականացվում են հիմնականում զորակոչային տարիքի անձանց շրջանում։ Կարմրուկի եւ COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր չեն, սակայն հասանելի են պոլիկլինիկաներում։ Կառավարությունը նաև հաստատել է 2026-30 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը։ 2025 թվականին 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշում գրանցել ենք 2011 թվականից, ինչքան որ տեղեկատվական վիճակագրական տվյալները մեզ հասանելի են, 95.1%, որը ամենաբարձր ցուցանիշն է։ Ես պիտի ասեմ, որ այստեղ նաև որոշակի առումով աշխատանքի ձևաչափի փոփոխությունն է իր պտուղները տալիս։ Մենք հասկանալով տեղեկատվական նաև ապակողմնորոշման հանգամանքը շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ծնողների հետ աշխատանքին։ Մի քանի ամսվա դեղորայքի պաշար արյան թրոմբոցիտային հիվանդություն ունեցող երեխաների համար իմաստ թվային հարթակը դրամահավաք է նախաձեռնել, որ փոքրիկները կյանքի համար անհրաժեշտ դեղի պակաս չունենան։ Իմաստի հետ կհամագործակցի Վիվան, հավաքված դրամը առաջատար օպերատորը կկրկնապատկի։ Վիվան հայտարարում է իմաստ թվային հարթակի հետ համագործակցության մասին։ Գործընկերների նպատակն է աջակցել թրոմբոցիտոպենիա ունեցող 5 երեխայի համար անհրաժեշտ Revolade դեղորայքի ձեռքբերմանը։ Իմաստն իր առաքելության շրջանակում իրականացնում է դրամահավաք, որի ընթացքում հավաքագրված յուրաքանչյուր դրամը կկրկնապատկի Վիվան։ Այս փոքրիկները պայքարում են իմուն թրոմբոցիտոպենիայի դեմ։ Այս հիվանդության դեպքում արյան թրոմբոցիտների մակարդակը կարող է իջնել վտանգավոր աստիճանի։ Revolade դեղամիջոցի շարունակական ընդունումը որոշ դեպքերում կարող է նաև կանխել կյանքի հետ անհամատեղելի իրավիճակներ, բայց նույնիսկ կարճատև ընդհատումը կարող է բերել հիվանդության սրացման։ Այս նախաձեռնությամբ ընկերությունը ցանկանում է ոչ միայն կրկնապատկել ֆինանսական աջակցությունը, այլև բարձրացնել ուշադրությունն այն ընտանիքների նկատմամբ, որոնք այսօր ամենամեծ աջակցության կարիքն ունեն։ Յուրաքանչյուր ներդրում, որքան էլ փոքր, կարող է հույսի աղբյուր դառնալ։ Եթե կյանքին վտանգ սպառնացող երեխաներ կան, որոնք չեն ներառված այս խմբի մեջ, մենք օգնում ենք ու գրեթե դեպք չի լինում, որ չօգնենք։ Դրանք օնկոլոգիա, հեմատոլոգիան են, որոնք արտասահմանվում են բուժվում։ Այն դեպքերում, երբ որ Հայաստանում չկա բուժում։ Իմաստ հավելվածը ունենալով մեծ եւ ակտիվ լսարան, նախաձեռնության մասին պատմում է սոցիալական հարթակներում հրապարակված ռիլերի միջոցով, որտեղ ներկայացված են երեխաների պատմությունները, ինչպես նաև ցուցադրվում է, թե ինչպես կարելի է միանալ աջակցության գործընթացին։ Վիվայում վստահ են, հասարակության հետ միավորման դեպքում մեկ նպատակի շուրջ հնարավոր է իրական փոփոխություն ստեղծել։ Թրոմբոցիտոպենիայով ապրող երեխաների համար Revolade-ը պարզապես դեղամիջոց չէ, այլ լիարժեք կյանքի հնարավորություն։ Այն խթանում է ոսկրածուծի աշխատանքը, օգնելով օրգանիզմին արտադրել անհրաժեշտ քանակությամբ թրոմբոցիտներ։ Վիվան եւ իմաստը հանրությանը կոչ են անում միանալ նախաձեռնությանը եւ իրենց հնարավորության սահմաններում աջակցել երեխաներին, որոնց համար օգնությունն այսօր կենսական նշանակություն ունի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Պեկ պաշտոնյաներ են ձերբակալվել հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում 5 անձ է ձերբակալվել, որոնց թվում են պետական եկամուտների կոմիտեում ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ։ Նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու համար։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Մխիթարություն եւ հոգու ուրախություն էր մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին։ Իր ուղերձում ասել է կաթողիկոսը, մաղթելով, որ նրանք տիրոջ օրհնությամբ ու ժողովրդի զորակցությամբ վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը ընտանեկան միջավայրում։ Վեհապարը նաեւ աղոթք է բարձրացրել, որ բոլոր գերիները շուտապույտ եւ ապահով վերադառնան հայրենիք եւ որ Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը, մեր հայրենիքն ու ժողովուրդը։ Կառավարության նիստում առողջապահության նախարարը հայտնել է, որ այս պահին պոլիկլինիկաներում մեծ հերթեր չկան, չնայած առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանը։ Անահիտ Ավանեսյանի խոսքով հունվարի 15-ի ժամը 10-ի դրությամբ գրանցվել է 87048 ապահովագրական այց, որից 7739 ամբուլատոր, 8612-ը հիվանդանոցային։ Այս ցուցանիշները ըստ նախարարի համապատասխանում են ակնկալիքներին, իսկ ընդհանուր պատկերը դրական է։ Նախարարը նշել է նաև, որ համակարգը գտնվում է մշտական վերահսկողության տակ, հետևելով թե սպասարկումների թվին, թե առաջացած խնդիրներին։ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ որոշ անձինք եւ կազմակերպություններ առաջարկում են չլիցենզավորված ֆինանսական ծառայություններ, ստեղծելով զեղծարարությունների եւ ֆինանսական կորուստների բարձր ռիսկեր քաղաքացիների համար։ Բանկը իր պաշտոնական կայքում հրապարակել է հայտնաբերվածների ցանկը եւ հորդորում է քաղաքացիներին նման դեպքեր հայտնաբերելու դեպքում տեղեկացնել պաշտոնական ճանապարհով, ինչպես նաեւ օգտվել միայն կենտրոնական բանկի լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից։ Հայաստանում մշակութային արժեքների արտահանման համար կսահմանվի նոր պետական տուրք, ընդհանուր փոփոխություններ կկատարվեն պետական տուրքի մասին օրենքում, որպեսզի տուրքի տեսակները համապատասխանեն ԵԱՏՄ կարգերին եւ բարելավվի վարչարարությունը։ Նախագիծը թույլ կտա կանոնակարգել Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը եւ տարանջատել մաքսային ռեժիմները, որոնք մինչեւ այժմ չեն առանձնացվել։ Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից կգործարկի միասնական զանգերի կենտրոնը, որը մեկտեղում է ոստիկանություն եւ փրկարար ծառայություն ուղղված զանգերը։ ՄԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով կկարողանան մեկ զանգով կապ հաստատել ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ եւ արդյունավետ կլինի, եւ ոստիկաններն ու փրկարարները կարձագանքեն միաժամանակ, բարձրացնելով անվտանգության մակարդակը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում ուրբաթը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով, ջերմաստիճանը կնվազի եւս 4-ից, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 4-ից 8 աստիճան ցուրտ, Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 0-ից 2 աստիճան տաքություն, Լոռիում 0-ից 3, Տավուշում 2-ից 5 աստիճան, Հարրատում, Արմավիրում կդիտվի 0-ից 2 աստիճան, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 2-ից 6, Սյունիքի նախալեռներում առավելագույնը 4 աստիճան տաքություն։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 7-ից 9 աստիճան ցուրտ, ցերեկը 1 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն, երեկոյան 2-ից 4 աստիճան ցուրտ։ Այսքան էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։